Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում կարևորի մասին ոդքասթն է, այսօր մենք խոսելու ենք կարևորի մասին։ Մենք խոսելու ենք մեր ընդհանուր պատմության մասին, այն համատեքստում, համաշխարհային համատեքստում, որում զարգացել է այդ պատմությունը։ Առաջին հերթին մեր նորագույն պատմությունը, այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս դարում, նաև անցյալ դարում, եւ այս ամենի հիմնական պատճառը ես նախապես ուզում եմ նշել, որ մենք բացում ենք մեկ նոր հաղորդումների շարք, լինելու է մոտ 1 տասնյակ հաղորդում, որոնք նվիրված են լինելու երկրորդ համաշխարհային պատերազմին, այն իրողություններին, այն մեր ընդհանուր պատմությանը, որը եղել է, եւ սա շատ կարևոր մի դիսկուրս է, հաշվի առնելով, որ բոլորովին վերջերս հայտնի հարցազրույցից հետո, որը եղել է հանրային հեռուստաընկերությամբ, մեր հասարակությունում սկսել են շատ ակտիվ շահարկել այս թեման, տարբեր շրջանակներ, որոնք պաշտպանում են այլ երկրների շահերը Հայաստանի Հանրապետությունում, մենք ընդհանրապես ունենք այսպիսի խնդիր, շրջանակներ, որոնք համաձայն են, որ երկրորդ համաշխարհային պատերազմը դա եղել է միայն եւ միայն ԽՍՀՄ-ի հաղթանակ, հա, այնինչ մեզ նշում է ռուսական պրոպագանդան, դա եղել է մեծ հայրենական պատերազմ, չի եղել երկրորդ համաշխարհային պատերազմ եւ այն մեծ ավանդը, որը ունեցել է հայ ժողովուրդը այդ պատերազմում, այն ցավալի ավարտով 300,000 զոհ, իրականում մենք կռվել ենք, պայքարել ենք եւ մահացել ենք երկրորդ համաշխարհային պատերազմում, որը փաստացի այսօր ստացվում է, որի միակ ժառանգը, քաղաքական ժառանգը դա այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ինչևէ, շատ կարևոր մի թեմա, որը մենք այսօր կքննարկենք պատմաբան Գուրգեն Մուրադյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մուրադյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրկալես։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մուրադյան, թեման շատ ընդգրկուն է, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք բավականին ժամանակ, որ սա լինելու է հաղորդաշար, մի շարք հաղորդումների, ես կուզեի մենք սկսենք առաջին համաշխարհային պատերազմից, որովհետև սա իմ կարծիքն է, ես կարող եմ սխալվել, դուք կարող եք հերքել կամ հաստատել, երկրորդ համաշխարհայինի պատճառները, բում պատճառները, խորքային պատճառները պետք է փնտրել առաջին համաշխարհային արդյունքներում։ Այն ինչ վերջացավ Վերսալյան համաձայնագրով, խաղաղությամբ եւ ինչը մեծ հաշվով պատճառ դարձավ 33-ին այդ երրորդ ռեյխի կայացման սկզբին եւ ինչը ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմով 39 թվականին։ Ինչը եւս ավարտվեց արդեն 45-ին, մայիսի 8-ին կամ մայիսի 9-ին տարբեր գնահատականներ կան։ Սկսենք այդտեղից։ Առաջին համաշխարհայինը ինչի հետևանք էր։ Եվ արդյոք սկսենք նաեւ դրանից, որպեսզի հասկանանք իմ ասածը հիմնավորումն է թե ոչ։ Երկրորդի եւ առաջինի միջև կապ կա եւ եթե կապ կա, դա ինչպիսի կապ է։ Իրականում շատ լավ հարց եք տալիս։ Արևմուտքում հաճախ ընդունված է անվանել 1914-ից մինչև 1945 թվական ընկած ժամանակահատվածը երկրորդ 30-ամյա պատերազմ։ Այսինքն դա հաճախ Ուինստոն Չերչիլին են վերագրում, ցույց տալով կապը կրոնական պատերազմի մասին է խոսքը։ Այո, որը որ Վեստֆալյան աշխարհակարգ ձևավորեց, ազգերի ինքնորոշում եւ այլն։ Եթե խոսենք առաջին համաշխարհային պատերազմի բուն պատճառների մասին, իրականում կարելի է առանձնացնել մի քանի խոշոր եւ հետագամ արդեն մանր պատճառներ եւ շարժառիթներ։ Առաջինը իհարկե աշխարհի քաղաքական վերաբաժանման խնդիրներ հիների եւ նորերի միջեւ։ Ովքեր էին հին կայսրությունները, դրանք հիմնականում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ռուսական ցարական կայսրությունը, ԱՄՆ-ն դեռևս գերտերություն որպես այդպիսին հանդես չէր գալիս եւ պետք է իրապես գերտերության կարգավիճակ ձեռք բերեր առաջին համաշխարհային պատերազմից հետո տնտեսապես ԱՄՆ քաղաքականությունը եւ աճման տեմպերը իսկապես հրաշալի դրական միտում էին գրանցում 20-րդ դարի սկզբին նրանց դեմ ձևավորվել էին այսպես կոչված նոր տերությունները, հատկապես Եվրոպայում էր դա նկատելի 19-րդ դարի ավարտից սկսած, խոսքը իհարկե
Գերմանիայի միավորման մասին է, Իտալիայի վերամիավորման եւ նոր ձևավորված պետության ավստրո-հունգարական կայսրության մասին։ Այս երեքը, ինչպես ֆոն Բյուլովն է շատ դիպուկ ասել, իրենց տեղն էին ուզում արևի տակ։ Իհարկե, խոսք հիմնականում գնում էր նոր ռեսուրսների եւ նոր գաղութների նվաճման մասին։ Դրանից բացի իհարկե 19-րդ դարի ավարտը եւ 20-րդ դարի սկիզբը նշանավորվում է աննկարագրելի չափի սպառազինության, ռազմական տեխնիկայի, ծավալների մեծացման եւ նոր գյուտերի, նոր ագմունությունների հայտ բերումով։ Որպես վառ օրինակ կարող ենք դիտարկել օրինակ թե ովքեր են ստացել Նոբելյան մրցանակներ ֆիզիկայի, քիմիայի եւ այլ բնագավառներում։ Եթե նայում ենք ցանկը, վերլուծում ենք մեծ մասը հիմնականում կամ ֆրանսիացի են, կամ գերմանացի են, կամ բրիտանացի, այսինքն այն երկրների քաղաքացիները, գիտնականները, որոնք մեծ գումարներ են ստանում այդ պետության կառավարությունից, հետազոտություններ իրականացնելու համար։ Նույնիսկ մի հետաքրքիր դեպք կա այդ առումով, երբ որ պատերազմից հետո նոր սկսում են Նոբելյան մրցանակ շնորհել, քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ ստանում է Ֆրից Գաբերը։ Ֆրից Գաբերը մի գիտնական էր, որի մենք այսօր շնորհակալ պետք է լինենք պարտանյութի ստեղծման համար։ Նա 1911 թվականին այդ գյուտը կայացել եւ այսօր աշխարհի շատ մարդիկ իրենց ապրուստի հիմնական միջոցը երկրագործության շնորհիվ հենց հայթայթում են այդ պարտանյութերի օգնությամբ։ Բայց միևնույն ժամանակ պատերազմի տարիներին Ֆրից Գաբերը քիմիական զենքի ստեղծողներից մեկն է։ Արդեն այն ժամանակ էլ հակասություն կար։ Պետք է արդյոք Նոբելյան մրցանակ շնորհել մի մարդու, որի պատճառով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդքան մարդ է տուժել, բայց մյուս կողմից նշում են, չէ՞ որ դա իր գյուտը նա արել է պատերազմից առաջ, խաղաղ ժամանակ։ Իսկն առաջին համաշխարհային պատերազմը տևելով շուրջ 4 տարի հանգեցրեց աշխարհի այնպիսի քաղաքական վերաբաժանման, որը եւի պատմությունը մինչ այդ իսկապես չէր տեսել։ Կործանվեցին 4 կայսրություններ՝ ռուսականը, գերմանականը, ավստրո-հունգարիան եւ օսմանյան Թուրքիան։ Նրանց տեղում առաջացան մի շարք պետություններ, որոնց թվում էր նաեւ որպես հետևանք Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եվ միաժամանակ ամենամեծ խնդիրը իմ կարծիքով դրան դեռ ավելի կանրադառնանք չլուծվեց։ Խոսքը աշխարհում խաղաղության հաստատման մասին էր։ Որքան էլ 1920-30-ականները, եթե դիտարկենք, իսկապես դա բավականին բարդ ժամանակաշրջան է միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Հատկանշական է, որ առաջին անգամ 1919 թվականին հենց Ուելսում է բացվել միջազգային հարաբերությունների հետազոտման ամբիոն։ Հենց այս ժամանակ է սկսում կարևորվել պետությունների խաղաղ հարաբերությունը։ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգում շատ հետաքրքիր մի կետ ընդունում, որի մասին շատ քիչ են խոսում։ Նկատի ունեմ գաղտնի դիվանագիտության բացակայությունը, այսինքն դաշինք կնքել եւ այդ բանակցությունները եվրոպացիների կարծիքով պետք է լիներ ավելի բաց։ Դրա հետևանքն են Ֆրանսիայի հստակ քաղաքականությունը 1920-ական թվականներին դաշինքներ կնքելը, Բրիան-Քելոգի պակտը, Լոկարնոյի համաձայնագրի, այսինքն մեկով ամրագրում էին Եվրոպայի հետ պատերազմյան սահմանները, ազգերի լիգայի կազմում պետությունների, մյուսով արդեն պատերազմի եւ սպառազինության աճի բացառման մասին էր խոսքը։ Այս համաձայնագրերի հետ մեկտեղ շատ կարևոր է նաեւ 36 թվականի Մոնտրեյի կոնֆերանս։ Դրան առանձին կանդրադառնանք Թուրքիայի հետ կապված նեղուցների կամ խնդիրը Բոսֆոր դարդանել։ Այսօր շատ ակտուալ է դեպի ուկրաինական պատերազմը։ Ուկրաինական պատերազմը, որտեղ որպես Սևծովյան տարածաշրջանի այդ ռազմածովային ժառանգորդներ, Թուրքիայից բացի այն ժամանակ ԽՍՀՄ-ներ, հիմա ավելացել է Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան եւ իհարկե հաշվի առնելով այսօրվա հետ կապենք, որ թուրքական ղեկավարությունը ուզում է արդեն Ստամբուլում արհեստական այդ երկրորդ ջրանցքը կառուցել, այս խնդիրը եւ Մոնտրեյ կոնֆերանսի վերանայումը մեծ ալիք է առաջացել Թուրքիան։ Վերջին հարցումներով Ստամբուլի բնակչության 88%-ը դեմ է արտահայտվել, նույնիսկ այժմ ձերբակալված նախկին քաղաքապետը ինքը նույնպես դեմ էր արտահայտվել այդ ծրագրին։ Եթե ռազմական տեսանկյունից նայենք ինչի հենց համաշխարհային պատերազմ, պետք է նշել, որ սա եզակի պատերազմ էր եւ առաջինն էր, որտեղ առաջացավ թատերաբեմ հասկացությունը։ Մի քանի թատերաբեմներ։ Այո, առաջին անգամ ռազմական գործողությունները տեղի են ունենում ցամաքում, գետնի տակ,
ծովում, օդում եւ իհարկե նաեւ ստորջրյա ռազմական գործողություններ կային։ Գերմանիան առաջ անգամ կիրառեց սուզանավերը, որոնք էական խնդիր առաջացրեցին բրիտանացիների եւ նրա դաշնակիցների համար։ Եվ ամենակարևոր գյուտերից մեկին կարծիքով նորամուծությունից մեկ իհարկե օդուժներ եւ նրա պայքարը։ Տեսեք, պարոն Մուրադյան, սկսենք նաև նորից վերադառնանք պատճառներին։ Սարայևոյում Ավստրիա-Հունգարիայի թագաժարանքը Ֆերդինանդի սպանությունը, բոլորն են այդտեղ համամիտ կարծես թե պատմաբանները, շատ հետաքրքիր մի փաստ է, որ դա եղել է ավելի շատ պատճառ այդ պատերազմի համար, արհեստական պատճառ երևի թե։ Առիթ, այո։ Իրականում արդյոք միայն այդ աշխարհի վերաբաժանման անհրաժեշտությունն էր, որը այդքան շատ ջատագովում էր Գերմանիան էր, չէ՞, ամենադժգոհը, որ փաստացի չուներ գաղութներ, ձգտում էր այդ գաղութներին, եւ այսպիսի մի հարց, արդյունքում որ երկիրն է ամենաշատը օգտվել այդ պատերազմից, որ երկիրը դուրս եկավ պատերազմից ավելի հզոր, քան մտավ այդ պատերազմի մեջ։ Իրականում շատ լավ հարց եք տալիս։ Իհարկե Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը եթե չլիներ, ապա այսպես թե այնպես կլիներ ինչ-որ մի առիթ, որից կսկսեր։ Պատահական չէր, որ Բալկաններից սկսվեց, Բալկանյան թերակղզին այն ժամանակվա մամուլում պատկերում էին վառոդի տակար, որի վրա նստած են եվրոպացիներ։ Իսկական ավստրո-հունգարական դուալիստական կայսրությունը եթե նայում ենք իր կառուցվածքով, իսկապես բացի այն, որ բազմաթիվ ժողովուրդներ էին, փորձել էին հավասարակշռում ստանալ հունգարացիների եւ ավստրիացիների միջեւ, բայց այդ ղեկավարող դինաստիան այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրները։ Այստեղ նաև պատճառներից մեկը վերաբաժանումներ ոչ միայն տարածք գրավելու, այլ պետք է հիշել, որ այդ ժամանակվա հասարակությունը արդյունաբերական էր։ Արդյունաբերական հասարակությունում հիմնական պետք է հումքի աղբյուր։ Եվ եթե դու ուզում ես հումքի աղբյուր, քեզ պետք են տարածքներ։ Լավագույն տարածքները հումքայթայթելու համար, եթե Բրիտանիայի դեպքում Հնդկաստանն էր, ապա Ֆրանսիայի համար Աֆրիկան։ Աֆրիկյան երկրները իսկապես աշխարհում մի շարք պաշարներով առաջի տեղում են։ Եվ Եվրոպայի գաղութացումը 19-րդ դարի կեսին, Սև մայրցամաքի գաղութացումը բերեց նրան, որ իսկապես այդ տարածքը ժողովուրդները, հետո որ պետք է անկախանան այդ երկրները, այն աստիճան թալանվեցին եւ գաղութացման ենթարկվեցին, որ մինչ այժմ չեն կարողանում իսկապես ճիշտ իրավական պետություն։ Ես եթե սխալվում եմ, չեմ սխալվում, կներեք որ ընդհատում եմ, Գերմանիան միայն Նամիբիայում է, չէ՞, գաղութ ունի։ Մի քանի տեղ ուներ, հետաքրքիր պատմություն կա այդ Գերմանիայի գաղութների հետ կապված, այնտեղ ֆոն Լետեր Ֆորբեկն էր հրամանատարը, ում առաջ համաշխարհային ինքը պարտիզանական պայքար էր մղում առաջ համաշխարհային տարիներին, առաջին համաշխարհային ավարտվում է, Կոմպենյան անտառում կնքվում է այդ համաձայնագիրը 18 թվականի նոյեմբերին, դեռ տևական ժամանակ իրեն փոստով լուր չի գալի, որ պետք է անձնվել, որոշ ժամանակ անց նոր այդ փոստով հերագրական ծառայությամբ տեղ է հասնում ինֆորմացիան, ինքը հանձնում է Եզակի պարտիզանական հրամանատար է, որը 4 տարի կրվել է բրիտանացիների դեմ եւ այդպես էլ մինչեւ վերջ չի հանձնվել։ Սա էլ է շատ հետաքրքիր եւ այո, իսկապես առաջին անգամ պատմության մեջ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրինակ նույն Դարդանելի օպերացիայում հայտնվել են ավստրալացիներ, որոնք բրիտանական կայսրության կազմում են, բայց մեծ մասը ասում են անգամ այդ Թուրքիայի տեղը քարտեզի վրա չգիտեր։ Զարմով շատ հետաքրքիր։ Ձեր միտքը կներեմ, խնդրեմ շարունակեք։ Եվ ընդհանուր եթե խոսենք նորամուծությունների մասին, առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ են։ Զարմանալ կարելի է, որ դեռևս 20-րդ դարի սկզբին հետևակի զինվորը չուներ ոչ զրահ-բաճկոն, ոչ սաղավարտ, անհատական պաշտպանական միջոցներ չկային, օրինակ նույն հակագազերը առաջ անգամ առաջացան հենց քիմիական զենքի կիրառման վտանգը մեղմելու համար, որտեղ Ֆրանսիայում դա կիրառվել է։ Այո, եւ մի շատ հետաքրքիր փաստ կա։ Ֆրանսիան ինչու է համարվում ամենաշատ տուժածներից մեկը։ Դրա տարածքում ա եղել։ Այդ շատ հետաքրքիր մի կա, շատերը կարծում են, որ Գերմանիան պարտվել է, բայց իրականում Գերմանիայի տարածքում գրեթե ռազմական գործողություններ տեղի չէին ունեցել եւ այն շատերը կապում են այն փաստի հետ, ինչու 1920-30-ականներին այդ ռևանշի բումն եղավ, որտեղ մեծ մասը իր տարածքում, հատկապես երիտասարդան, ռազմական գործողություն չէր տեսել։ Եվ այն հայտնի միտքը, որ արևմտյան ճակատում նորություն չկա, իսկապես հա մամուլով ոչ մի տեղեկություն չէին ստանում, ով որ գնում էր ռազմաճակատ, նոր տեսնում էր հատկապես 1917-ի վերջին եւ 18-ի սկզբին, երբ որ գերմանական գլխավոր շտաբը ծրագրեց այդ գարնանային հակահարձակման
ճիշտ հարձակման գործողությունը նոր պարզ դարձավ, որ Գերմանիան ամբողջովին սպառել է իր ռեսուրսները։ Ընդհանուր առմամբ, եթե նկատենք, Գերմանիայի դաշնակիցների հարցում իր բախտը չբերեց, որովհետև Ավստրո-Հունգարիան, այո, անգամ փոքրիկ Սերբիայի դեմ չէր կարողանում հստակ ռազմագործողություններ իրականացնել։ Ճիշտ է, սերբական բանակը շատ տուժում է, 15-ից 16-ից ձմռան, երբ որ լեռներով նահանջում են, սերբական բանակի տղամարդկանց 70% ավելին մահանում է։ Սա պատմության մեջ չտեսնված դեպք է տոկոսային հարաբերակցության առումով, երբ որ մի կռվող կողմը այդքան զորք միանգամից կորցնում է։ Հաջորդ նորամուծությունը, որ գերմանական շտաբը պլանավորել, իրենք լավ էին հասկանում, որ թվաքանակով ռազմական տեխնիկայով ինչքան էլ առաջադեմ լինեն, նույնիսկ կրթությամբ, բայց ռեսուրսներով քիչ են եւ երկարատև պատերազմ չեն կարող վարել։ Գերմանական շտաբը, որը այսօրվա առաջատար երկրների զինված ուժերի ղեկավարման մարմնի լավագույն օրինակներից մեկն է եւ նրանից են շատերը վերցրել իրենց կառուցվածքը, մշակել էր մի պլան Ալֆրեդ Շլիֆեն անունով զորավարը կոչվում էր մեծ կանն է Հանիբալի նման ուզում էր կայծակնային երկու կողմից Ֆրանսիային հարվածել եւ եթե հաջողվեր դա իրականացնել արագ հաղթել ապա խնդիրը կլուծվեր սակայն եւ Բելգիայի մատույցներում եւ այն հայտնի պատմությունը կապված Մարնի ճակատամարտի հետ որ նշում են որ տաքսիները փրկեցին Փարիզը ինչ տեղի ունեցավ որ մի քանի գիշերվա մեջ շատ դեպքերում գրում են մեկ գիշերվա մեջ այն ժամանակվա Ռենո տաքսիներով, որտեղ չկային բեռնատար մեծ մեքենաներ, մարդկանց, զինվորներին արագ շուտապույտ ֆրանսիացիները կարողացան հասնել եւ ռազմաճակատի գիծ կառուցել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այն պահից սկսած, իսկ դա պատերազմի սկիզբն էր արդեն, երբ որ պատերազմը դարձավ դիրքային, Գերմանիան ապրիորի պարտված էր։ Իրականում են դոկտրինալ ճշմարտությունն ասացիք։ Ստատիկ պաշտպանությունը խրամատային տեղի ունեցավ, որտեղ այո, այն ճեղքումը, որը ծրագրել էր Գերմանիան, ցամաքով տեղի չունեցավ։ Եվ ինչ ստացվեց։ Ինչպես էին մարտը պլանավորում են։ Եվ դա Գուդերյանը հաշվի առավ 40 թվականին։ Բլիցկրիգը դրա համար տեղի ունեցավ։ Այո, դրան դեռ կանրադառնանք համազորային մարտի կայացման համար, այո, Գուդերյանի գրքում ուշադրություն տանկեր են, այնտեղ բավականին ուշադրությամբ ինքը վերլուծում է առաջին համաշխարհայինի փորձ։ Երբ որ երկու բանակները կանգնում էին իրար դիմաց, ճեղքման համար պետք է աշխատեր հրետանին։ Հրետանու ծավալներով առաջին համաշխարհային պատերազմը իսկապես ռեկորդներ է սահմանել եւ հաստատել են Նապոլեոն Բոնապարտից եկող այդ խոսքը, որ միջև մշակվում է, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Կան պատկերներ, ինչպես են զինվորները կանգնած ու իրենց թիկունքում օրինակ մի քանի 100,000-ի հասնող պարկուշներ են այդ հրետանու մեծ ռուսերեն ասած գիլզաներով նկարները ու տեսնում ես իսկապես սարսափում ես Բելգիայի մի բլուր կա մոտավորապես 60 մետր ծակել էին այդքան կրակել էին վրան եւ մարտավարությունը པարզ է եթե հրետանին աշխատում է մի տեղամասում ուրեմն այդտեղ ճեղքում է պատրաստում ինչ պետք է անել այդտեղ պետք է բերել նոր ուժեր հակառակորդ այդ հրետանու գործողությունից հետո հարձակվում է դու էլի կարողանես ճնշել մեծ զոհերի գնով Այս պատահական չի, որ ֆրանսիացիները համարում են զինվորականների թվով, այսքան մարտադաշտում ամենաշատ զոհեր տված ժողովուրդ։ Բրիտանիան հիմնականում կռվում էր ծովում, եւ բրիտանական դեսանտ որ կռվում էր Բելգիայում, թվով շատ քիչ է, եւ չէր կարող դիմակայել գերմանական լավ պատրաստված զորքերին, բայց Գերմանիան ներողություն Բրիտանիան ամեն կերպ փորձում էր նավթովային բլոկադա, բայց շատ էր տուժում գերմանական այդ նոր գյուտից, խոսքը Սուզանավերի մասին։ Դրա հետ մեկտեղ, երբ որ ճեղքում տեղի չունեցավ, գետնի վրայով հրանտարությունները մտածեցին, կարող են գետնի տակ փորձալ։ Եվ այդ առնետների նման, ստորաբաժանումներին, այս խլուրների նման փորելով գնում են իրար դեմ։ Բանը ասում էր նրան հաճախ իրար դեմ էին դուրս գալիս եւ կիրառում էին պայթուցիկ նյութեր, դեպքեր եղել են, որ իրար են պայթեցրել եւ էլի լուծում չգտնելով գերմանական հրամանատարությունը Իբրահիմի մոտ առաջին անգամ կիրառեց քիմիական զենք։ Քիմիական զենք հանդիսատեսի համար ասեմ, պետք չի պատկերացնել բալիստիկ հրթիռի մեջ տեղադրված ինչ կայա, այո, գազի բալոններ, տեսնում են քամին ուր է փչում, այդ կողմ թողում են։ Մեկ-մեկ բախտները չէր բերում գերմանացիները, քամին սկսում էր հակառակ փչել եւ իր զորքներ տուժում։ Գազի կիրառումը մի քանի անգամ ցույց տվեց, որ էֆեկտիվ չէ եւ երբ որ հակագազբան թանզիֆ է այդ մարզանները տարբեր նյութերի մեջ
քլորի մեջ լուծած դնում են, ինչ որտեղ կարող են փրկվել, բայց իհարկե վիրավորների թիվը առաջամշկային պատերազմում շատ մեծ էր, որովհետև նույն հետևակի զորքերը գնդացրային հաշվարկի համար շատ հարմար մսաղացին։ Ունենք նույն Վերդենի օպերացիայի մասին երկու բառ, համարվում առաջին համաշխարհային պատերազմի եւ ընդհանրապես մարդկության պատմության եւ դաժան ամենադաժան ճակատամարտերից մեկը, ռազմաճակատի գիծը գրեթե չի փոփոխվում, 1 տարվա ընթացքում մահանում է 1 միլիոնից ավել դիրքային դրողների ժամանակ։ Ոչ մի բան չի փոփոխվում։ Բայց դրա հետ մեկտեղ հետաքրքիր հումանիստական ինչ-որ դրվագներ կան, օրինակ նույն սուբցենզիան զինադադարը, որ բրիտանա-գերմանական ճակատում զինվորները այդ սուբցենզիան օրերին մինչև հունվարի 1-ը հրաժարվում են իրար վրա կրակել։ Կային օլիմպիական խաղերի նման կարծես թե այդ օրերին զինադադար է։ Մուրադյան, նաև անդրադառնանք այնուամենայնիվ քաղաքական արդյունքներին։ Տեսեք, փորձենք հասկանալ, հա, Ֆրանսիան ավերվեց։ Ֆրանսիայի հյուսիսային մասը ավերվեց այդ պատերազմի պատճառով, Բելգիան ավերվեց։ Ռուսաստանում տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղափոխությունը, իշխանություն փոխվեց, Բրեստյան խաղաղություն։ Գերմանիան պարտվեց, կայզերական Գերմանիան փլուզվեց, հետագայում ստեղծվեց Վեյմարյան հանրապետությունը։ Ով է շահել այս պատերազմում այնուամենայնիվ, սա կարևոր հարցն է եւ ես շարունակեմ, արդյոք Դոնալդ Թրամփը ճիշտ չի ասում այսօր, որ Ամերիկան շահած է դուրս եկել ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմից, այլ նաև առաջին համաշխարհային պատերազմից, եւ արդյոք ճիշտ է այն մոտեցումը, ես խնդրում եմ այս հարցին առանձին պատասխանել, որ ամերիկյան դոլարը, որպես միջազգային, հա, վալյուտա, իր հիմքերը սկիզբը դրել է հենց համաշխարհային արդյունքով, երբ որ եվրոպական ոսկե այդ ռեզերվները, զապասը գնացել է ԱՄՆ։ Շատ լավ հարց եք տալիս, 20-րդ դարի սկզբից սկսած այդ թավցից եւ այլ ֆորմից թույլատրեց դոլարը դուրս հանել։ Եվ այդ միջազգային առևտուրով սկսեց դոլարով, իհարկե Ամերիկան օգտվել նրանով, որ ինքը տարածքից հեռու է, ուն եվրոպական գործողություններից, շատերն ասում են, այնքան ուժեղ են նույնիսկ այդ մեկուսացման իզոլացիոնիստական այդ գաղափարը, որ Գերմանիան հնարավոր է նույնիսկ պատերազմի մեջ չմտնել, ԱՄՆ-ն Գերմանիայի դեմ։ Երկրորդի ժամանակ էլ էր նույն։ Հա, միայն 17 թվականին այդ հայտնի Ցիմերմանի նամակ լրագիրը, որ կարողանում են դեպի Մեքսիկա ուղղված հատուկ ուժերը որսալ, դրանից հետո է մտնում, դա իհարկե պատճառը։ Ամերիկան նաև շատ լավ կարողացավ օգտվել այն փաստից, որ այն զորքը, որ ինքը ուղարկում էր, կարծես թե Վիլսոնը հետո որ 14 կետերը, չէ, հրապարակեց աշխարհուպես խաղարար, նաև Ռուսաստանի հարցներ, Հայաստանին հիշեց։ Շատերին հիշեց, այո, նաև Սևրում։ Մեզ մոտ մինչև հիմա հիշում են շատերը։ Մեր ոսկե էջերից մեկն անգամ Ավետ Սահարոնյան, չէ, ոսկե գրիչով ստորագրել են համաձայնագրին։ Նա տեսեք, իրական լավ օրինակներ բերեցիք։ 18 թվականն աշուն ավարտվում են ռազմական գործողությունները, Եվրոպան կիսաքարացած վիճակում է, հա բրիտանացիները ստեղծել են տանկեր, բայց դրանք թվով քիչ են, մարդիկ զոհվում են, մինչև նույնիսկ ամերիկացի զինվորներից մեկը զոհվել է 10:58 րոպե, ռազմական գործողությունները դադարել են ցերեկը 11-ին, այսինքն մինչև վերջին վայրկյանը կրակել են, եւ անգամ այդ Հենրի Գյուտերի գերեզմանի վրա էլ Ռեմարկի հայտնի գիրքը արևմտյան ճակատում փոփոխություններ չկան, դից է, չէ։ Ռեմարկը ինքը առաջ քաշեց նաև այդ կորուսյալ սերունդի գաղափարը։ Այո, այո։ Նա պատկերացեք մարդ, ով ծնվել է պայմանականորեն 1890 թվականին, 20 տարեկան է սկսում է առաջին համաշխարհայինը, գնում է այդ համաճարակները, այլն, հետո գալիս են նացիստները, հետո դառնում է մոտ 50 տարեկան, երկու համաշխարհայիններով անցած բան, այսինքն մի ամբողջ կյանք մարդու կորսվում է։ Եվ դրա հետ մեկտեղ արդեն 1918-ին ռուսական կայսրությունը չկար, չէ, ցարին ընտանիքով սպանել էին, եկել էին բոլշևիկները, որոնք վարում են քաղաքացիական պատերազմ, կնքվել էր Բրեստ-Լիտովսկի այդ խայտառակ պայմանագիրը, հաղթողից դարձան պարտվող։ Հա, իհանք դե Տրոցկին ասաց, չէ, բանակը ծրում ենք, սեպարատ հաշտություն ենք կնքում, մինչև որ կկարողանանք նոր բանակ կառուցել եւ այլն։ Այսօր է շատ է քննադատվում այդ Բրեստ-Լիտովսկի այդ կարգի բանակցություններ վարելը։ Դե ավստրո-հունգարական կայսրությունը պարզ էր, որ միանգամից փլուզվելու է, այնտեղ այնքան խնդիրներ կային։ Իտալիայի հարցում իհարկե նույնպես Գերմանիայի բախտը չբերեց, որտեղ հենց սկզբից ինքը
երեք դաշինքում էր, բայց հետո դուրս եկավ։ Օսմանյան Թուրքիան մեծ հաշվով առաջամշխայից հետո վերացավ որպես պետություն, երիտուրքերը հեռանում են իշխանությունից, Բուլղարիայի հարցը նույնպես առանձին դրվեց քննարկման։ Որոշվեց նախորդ սխալները թույլ չտալու համար Փարիզում հրավիրել համաշխարհային խաղաղության մի կոնֆերանս, որտեղ պետք է քննարկվեն այդ աշխարհի հարցը։ Այդ ժամանակ այնց թևածում մի խոսք, որ ասում էին աշխարհն այլևս երբեք հինը չի լինի կամ նախկինը չի լինի։ Այսինքն եկել էր մի ժամանակ, որ պետք էր ամբողջովին վերանայել աշխարհում տեղի ունեցող քաղաքականությունը եւ այն սեպարատ կամ անջատ հաշտության պայմանագրերը Սեն-Ժերմենում, Տրիանոնում եւ Վերսալում, որը Գերմանիայի հետ էր, կնքվեցին, Սևերը հենց դրանցից մեկն էր։ Սևերը Փարիզի արվարձան էր, կնքվեց հենց Թուրքիայի հետ։ Որպես տուժող կողմ, որ Հայաստանը անդես կա, Անտանտի երկրները 20 թվականի ապրիլին ճանաչեցին Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եվ մենք շատ մեծ հույսեր ենք այդ ժամանակ հայությունը կապում, բայց երբ որ այդ պայմանները հրապարակվեցին, այսօր բաց տրված են նույն Վերսալյան համաձայնագրի տեքստերը, որ կարդում ենք տարբեր լեզուներով թարգմանած, տեսնում ենք մի սխալ, որի համար հետո շատ պետք է քննադատվեն եվրոպական տերությունները։ Հիմնական մեղքը բարձվում է մեկի վրա, Գերմանիայի վրա։ Այո, Կայզեր Վիլհելմը եւ իր շրջապատը գերմանական գեներալիտետը իհարկե մեղք ուներ, բայց նա միայնակը չէր։ Հաջորդ հարցին ով շահած դուրս եկավ։ Հաղթողները իհարկե դաշնակիցներն էին Անտանտի երկրները, այդ թվում եւ ԱՄՆ-ն։ Բայց ունենայում ես տնտեսապես ով շահած դուրս եկավ։ Եվ քաղաքական դիվիդենդը իր գերտերության ցույց տվեց մի բանով։ Վերսալյան համակարգից դժգոհ մնալով ԱՄՆ նախագահությունը բանակցություն տարավ Վաշինգտոն եւ այնտեղ կնքեց Վաշինգտոնյան կոնֆերանս։ Դրանով փաստացի տեր դառնալով նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Հենց այստեղ է, որ Ճապոնիան հասկացավ, որ ինքը լինելով հաղթողների կողքին, փաստորեն լինելով նաեւ առաջատար տերություն, տարիներ առաջ հաղթելով Ռուսաստանին ռուս-ճապոնական պատերազմում, մնաց կոտրած դաշտակի առջ։ Ամերիկայի շնորհիվ։ Շնորհիվ ԱՄՆ-ն լուծում էր իր հարցերը։ Նույնը Իտալիան, չէ, Ավստրո-Հունգարիայից, այսինքն արդեն Ավստրիայից շատ տարածքներ էր ցանկանում։ Իսկ այս փաստը, այս հանգամանքը դեր խաղացել է 41 թվականի Ճապոնիայի Իհարկե։ պատերազմի մեջ մուտքի Իհարկե, Ճապոնիան լինելով գերտերություն եւ 1941 թվականին գրաված լինելով Չինաստանի մեծ մասը, Մանջուրիան, այդ Մոնղոլիայից որոշ տարածքներ, Ինդոնեզիան եւ Խաղաղօվկիանոսյան այդ տարածքներ ձգտում էր նաեւ ամբողջ Խաղաղօվկիանոսյան այդ թատրաբեմը վերցնել իր ձեռք։ համարում էր իրեն։ Այո, միակ թշնամի եւ հակառակորդ պետությունը իհարկե Միացյալ Նահանգներն են, բայց դե Միացյալ Նահանգները շատ խելացի դուրս եկան պատերազմից, որովհետեւ մեկ այլ հարց է, դու հաղթած դուրս գաս եւ շատ են քննադատում նաեւ եվրոպական պետություններին, դուք էլ լսած կնեք, որ ամբողջ 20-ական, 30-ական թվականները ռազմարվեստի կամ զինվորական գործի տեսանկյունից կարծես թե ոչ մի բան չէին անում։ Իրականում անում են, բայց պետք է հաշվի առնել, որ ձեր նշած 4 տարի խրամատներում կրված հասարակությունը էապես այլևս պատրաստ չէր երկարատև պատերազմ։ Եվ եվրոպական տերությունները փորձեցին այդ պայմանագրերով այդ տուր տալով նաև խաղաղասիրական պացիֆիստական շարժումներին հասնել մի աշխարհակարգի ազգերի լիգայի շնորհիվ, որտեղ կարծես թե բոլոր հարցերը կլուծվեն խաղաղությամբ։ Բայց իմ կարծիքով այդ ամեն ինչը շատ արագ միֆ դարձավ եւ իսպանիական քաղաքացիական պատերազմի պարագայում, Ավստրիայի անշլուսի պարագայում, Սուդետների հարցում եւ վերջի իհարկե նույն ԽՍՀՄ-ի վռնդվելը չէ, ֆինական կամ ձմեռային պատերազմի պատճառով ցույց տվեց, որ այս երկրները մեծ հաշվով դեռ պատրաստ չեն խաղաղության։ Պարոն Մուրադյան, խոսենք նաև զոհերի քանակից, տարբեր, ինչպես եւ ցանկացած պատերազմում, տարբեր գնահատականներ են, մոտ միջև 20 միլիոն, այստեղ շատ հետաքրքիր է, որ համարյա կեսը, գրեթե կեսը դա խաղաղ բնակչություն է, եւ որքանով ես հասկանում եմ այդ խաղաղ բնակչության այդ 10 միլիոնի բավականին պատկառելի մասը, 1.5 միլիոնը դա հայեր են, որոնք բարիս բուն իմաստով ոչնչացվել են Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության ժամանակ եւ արդյունքում։ Արդյոք եթե չլիներ, շատ կարևոր հարց է, այստեղ տարընթրոցումները շատ են, չլիներ առաջին համաշխարհայինը,
իր բոլոր մասնակիցներով, տարածաշրջանային շահերի բախումով եւ Օսմանյան կայսրության վերացման վտանգով այդ պահին հայոց ցեղասպանությունը կարող էր լինել։ Իրականում շատ բավականին խթին եւ դժվար քննելի հարցերից։ Ունակ հետաքրքիր փաստ կա։ Դարդանելի օպերացիան Գալիպոլի գործողությունները բրիտանացիները սկսել են ապրիլի 22-23-ին 14 թվականին, մեկ օր հետո տեղի ունեցել այդ հայտնի ձերբակալությունը մտավորականների թվերն է տարբեր 600-ից մինչև 1200 հոգի, այսինքն մեծ կապ ունի, սա միայն մեկ փաստ է, որ կապ ունի առաջին համաշխարհային պատերազմից հետո, որ նայում ես թուրքական, այդ պանթուրքիստական եւ այլ ծրագրերը, տեսնում ես, որ առաջին համաշխարհային իսկապես մեծ առիթ էր Բոսֆորից դեպի Ալթայի տարածվելու համար, որովհետեւ թուրքերը հասկանում են, որ իրանք Եվրոպա, արևմուտք դժվար թե կարողանան տարածվել, միաժամանակ գնում էր Բերլին-Բաղդադ երկաթուղի այդ կառուցումը, Մերձավոր Արևելքում, որտեղ նավթի հսկայական պաշարներ կան, հիմնական տիրողները իրանք էին։ Իսկ հայ ժողովուրդը խանգարում էր այդ Բոսֆորից Ալթայի տարածման պանթուրքական ծրագրը։ Համարում էին սեփ, հայերին մեղադրում էին, որ տնտեսական ամբողջ գործունեությունը այս ձեռքում է ամեն ինչում, հետաքրքիր մեղադրում էին հայ ժողովրդին ամեն վատ բանի մեջ, այսինքն եթե թուրքը օրինակ մի բանում չի հաջողում, մեղավոր ենք մենք, հատկանշական է, որ նմանատիպ պատկեր, մենք եւ առանձին դրա մասին խոսենք հոլոկոստի հետ կապված, կարելի է առանձին հաղորդում նվիրել, եթե անունները փոխենք, նույն անունն էր Գերմանիան հрьяաների նկատմամբ։ Ուղղակի մեխանիզմներն էին տարբեր, բայց այդ մեղադրանքները, որ բոլոր հрьяաները նենգ են, նրանք իրենց ձեռքում են կենտրոնացել հարստությունը, բանկային գործը, նրանք են մեղավոր, որ Գերմանիան չի կարողանում նորմալ երկիր դառնալ եւ այլն եւ այլն։ Նման մեղադրանքներ կային այն ժամանակ նաեւ առաջին համաշխարհային պատերազմում։ Անկամ այդ սփազան պատերազմին ման այդ հռչակումը եւ նմանատիպ փաստեր շատ կան կապված զոհերի հետ։ Իհարկե շատ դժվար է հաշվարկել բուն ռազմական գործողությունների մասին հետաքրքիր թիվ կա, որ ամեն 4 վայրկյանը մեկ ռազմաճակատում մարդ էր մանում, բայց քաղաքացիական զոհերի հետ կապված հստակ հաշվարկելը բավականին դժվար է։ Օրինակ հարց է ծագում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ այդ հայտնի իսպանական գրիպի համաճարակը, որի միջոցով ամերիկացի զինվորներն են բերել Եվրոպա եւ ընդհանրապես կապ չունի Իսպանիայի հետ, ուղղակի այնտեղ զոհերը ամենաշատն էին, մոտավորապես 1 միլիոն են գրում, ընդհանուր 3 միլիոն մարդ, թվերը տարբեր են, ասենք դա կարելի է համարել որպես առաջին համաշխարհային պատերազմի հետևանք, թե չէ։ Այստեղ կարծիքները տարբեր են։ Կամ այդ պատերազմից հետո հաշմանդամ դարձած եւ զոհված մարդիկ արդեն հետո էլի դրանց համար Եղեռնի զոհերի մասով հարցը այդպես կառուցեցի։ Արդյոք դա օրինակ երբ որ բացում ես հանրագիտարանները կարդում ես, այնտեղ նշվում է որպես համաշխարհայինի մաս։ Այդ 1.5 միլիոնը իրանք էլ են մտնում դրա մեջ։ Հիմա սա դրա արդյունքն էր այդ պատերազմի, թե սա այլ գործողություններ, որը կապ չուներ այդ պատերազմին։ Չէ, իհարկե, մեկը մյուսի հետևանքն է, չի կարելի դրանից դուրս համարել։ Եթե այդպես լինի, ուրեմն այդ հрьяաների ողջակիզումը հոլոկոստ է, աղետ է, պետք է համարենք, չհամարենք երկրորդ համաշխարհային մաս, ասենք դե միևնույն է կլիներ էլի։ Կա եւս մի բավականին զգացմունքային թեմա մեզ համար, որի շուրջ ինչպես միշտ կան տարընթերցումներ, դա Ռուսաստանի դերակատարումներ եւ մասնակցություններ պատճառը հետևանքային կապերի մասով նկատի ունեմ այդ Եղեռնում, այդ ոչռագործության մեջ կա կարծիք, որ Ռուսաստանը ամեն ինչ անում էր, որպեսզի հայերին փրկի այդ Եղեռնից, որ այսպեսի մի բան եմ կարդացել, Նիկոլայ II ցարը սահմանի վրա ինչ որ մարդկանց էր տեղավորել, որոնք հայերը գալիս էին փախստական ջարդերի հետևանքով ամեն մեկին 1 ռուբլի փող էին տալիս, հրավիրում էին երկիր, ասում էին եկեք, համեցեք Ռուսաստան։ Իսկ կա կարծիք եւ կա համապատասխան փաստաթուղթ, որը ամենեն դեպս հրապարակվում է ինտերնետում, որ փաստացի Նիկոլայ II ցարը հրահրել է այդ գործողությունը, որովհետև հայերին դիմելով, որոնք ապրում էին Օսմանյան կայսրության տարածքում, եղբայրներ, եկեք միացեք մեզ, օգնեք մեր ընդհանուր սրբազան պայքարին, մենք նույն հավատքի մարդիկ ենք, նույն ժողովուրդն ենք, հա, ինչից հետո թուրքերը սկսեցին մեղմ ասած մաքրել սեփական տարածք այդ պահին հայերից։ Նաև այստեղ տարընթերցումներ կան։ Ռուսաստանի դերակատարումը ո՞րն էր այստեղ։ Շատ լավ փաստ ասացիք, այո, մեղադրում էին նաև Ռուսաստանի
լրտես լինելու մեջ, Հայերին։ որտեվ այո, ունեն նախկին փորձը նույն 1877-70 թվականին, չէ, հայերը օգնել են ռուսներին եւ նման օրինակներ իրանք բերում են, որ Բալկանյան պատերազմների ժամանակ էլ այնտեղի հայ ժողովուրդը նաեւ օգնել է Թուրքիայի դեմ պայքար, այսինքն սա օգտագործում են նաեւ որպես պատրվակ։ Դժվար է ասել, որ Ռուսաստանը ուղակի մեղավորություն ունի, բայց որպես Ռուսաստանը հրահրել է դա, թե չէ։ Հայերի ապստամբություն եղել է թուրքերի դեմ։ Իհարկե չի եղել։ Այսօր Այս է պետք է թուրքիական պաշտոնական պատմագրության այդ քարոզչությունից մեկը հենց այդ որ հայերը ապստամբել են, դրա համար ճակատից հանել ենք, ուղարկել ենք մերձավոր արևելքի անապատներ, դե ճանապարհին մարդիկ են սովից բանից պատերազմ եղել, մահացել են, բայց դե հրապարակելն է, չէ, թաներակչան հրապարակեց Թալյաթի եւ այլոց հրամանները։ Պարզ երևում է, որ այստեղ իրականում վաղուց պլանավորված եւ ծրագրավորված գործողություն է եղել, այսինքն հայոց ցեղասպանությունը աշխարհում տեղ ունեցող բազմաթիվ գործընթացների արդյունքներ եւ պատճառը փնտրել միայն Թուրքիայի կամ Ռուսաստանի կամ մի ծայրահեղություն է կա դուք էլ լսած կլինեք որ մեղավոր ենք մենակ մենք որ թույլ ենք տվել որ մեզ կոտորեն դա էլ է սխալ իմ կարծիքով այդ իրադրությունում հա պատմությունը դե պարզ է արդեն անցյալ է եթե բառը այստեղ չի կարող լինել բայց ինչպես օրինակ կարող էին հայերը իրենց պահել օրինակ նույն դաշնակցությունը որ այն ժամանակ երիտ թուրքերի հետ բավականին լավ հարաբերություններ ուներ կարծես թե կառավարության մաս էր եթե ես չեմ սխալվում իհարկե կային падգամավորներ որոնք Օսմանյան խորհրդանի անդամ ինչ պիտի անեին ինչպեսի քաղաքական գիծ պետք է որթեգրեին որպեսզի խուսափեին այդ ողբերգությունից տարբերակ օրինակ առաջարկում են հիմա դե թող այն ժամանակ ապստամբեին կամ այլ տարբերակ մտածեին պետք է հիշել որ դաշնակցության երկրորդ անդամ ժողով 1890 թվականին շփոթաճախ ինքը հրաժարվել էր չէ ֆիդայական պայքարից ասում էր մեզ անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում երկրի մեջ հետո հարմար առիթի համընդհանուր ապստամբություն եւ Հայաստանի անկախացում բայց փորձը ցույց տվեց դա անելը շատ դժվար է որտեվ Արևմտյան Հայաստանի նախ բնակչության կրթական մակարդակն է շատ ցածր հետո արկային բազմաթիվ հակասություններ Բացի այդ 1908 թվականի երթուրքերի հետ հեղաշրջումից հետո այդ համանդրական կարգերի երճակումից հետո այո մեր ղեկավարությունը այն ժամանակվա հավատաց որ հնարավոր է Թուրքիայի կազմում ապրել եւ նորմալ քաղաքական գործունեություն իրականացնել հետո որ դարձան նաեւ խորհրդարանի անդամներ չէ կարծես թե այդ ամենը շատ լավ էր բայց արդեն 1911 թվականի Սալոնիկի գաղտնի բանակցություններ որ տեսնում եք թուրքերը վաղուց էին նախապատրաստել այդ ամենը այսինքն այնպես չէ որ հենց սկսվեց առաջի համաշխարհայինը Օսմանյան ղեկավարությունը Թալյատ Էնվեր եւ Ջեմալ Փաշաները հիշեցին որ կարելի է Այսինքն մենք ինչպես միշտ ինքնախապեյությամբ ենք զբաղվում քաղաքական ոչ հասունությամբ հնչակյանների բախնել չբերեց չէ Քեոստանցիայի ժողովից հետո Երբ որ Փարամազև նրա ընկերները պետքա գային, ձերբակալվեցին եւ հետո որպես պատճառ նաեւ կախաղան հանվեցին եւ ցույց տվեցին որ տեսեք մեր դեմ դավադրություն են կազմակերպում, այսինքն ինչու է նաեւ սա եզակի եւ անվանում են ցեղասպանություն, որտեղ ի տարբերություն նույն այնպես չէ որ գերմանացիները որ մտել են օրինակ ֆրանսիական գյուղեր, ասենք խաղաղ բնակչությունից մարդ չեն կոտորել կամ հակառակ, ուղղակի որպես ցեղասպանություն սա հստակ պետության կողմից ծրագրավորված, պլանավորված, ամեն քայլը գծված հրամաններով ապացուցող գործընթաց է։ Իսկ կայզերական Գերմանիան այստեղ ուղիղ դերակատարում ունեցել է։ Պատահական չէ որ Վիլհելմ II թոռը չէ, տարիներ անց եկավ ասեց նաև այդ ծնկաչոք որ ներողություն է խնդրում Էլ եմ ասում ուղիղ ներգործություն են, բայց որպես դաշնակից, այո, նաև իրենց մեղքը զգում են եւ գերմանական եւ այլ միսիոներներ, չէ, որ տվյալներ են փոխանցում, տեսնում ես որ իրենք էլ էին ապշած, որ այդպիսի վայրագություններ կարող են տեղ ունենալ զարգացած աշխարհում, որովհետեւ պատերազմից առաջ շատերը գիտեն կնքվել են այդ Հաագայի բան առաջի կոնֆերանսները, որտեղ խաղաղ բնակչությանը պետք է ցեղք չտային, նրանք մեղք չունեն եւ ռազմական գործողություններում այդ գերիների կարգավիճակի հետ կապված, բայց փորձը ցույց տվեց առաջին համաշխարհայինը այդ կանոններին այդքան շատ չէին հետը Պարոն Մուրադյան, եւ մեր զրույցի վերջում ավարտին վերադառնանք մեր զրույցի սկզբնամաս Այնուամենայնիվ, հա, փորձենք ընդհանրացնել առաջին համաշխարհայինի դերակատարումը որպես մոտիվատոր, որպես պատճառների հիմք, որպես ֆունդամենտ երկրորդ համաշխարհայինի, ինչպիսին էր։ Առաջին համաշխարհայինի
արդյունքների սխալ ամփոփումը դարձավ երկրորդ համաշխարհային կատալիզատոր։ Այ խնդրում եմ այստեղ մի փոքր մանրամասնենք։ Նախ Գերմանիայի հանդեպ հսկայական մեծ ռեպարացիաներ դնելը։ Գերմանիային զրկել նավատորմից, բանակ գրեթե չուներ։ Սխալ տարածքային բաժանումը, գերմանական շատ այդ մարզերից զրկելը, որտեղ ապրում են գերմանացիներ, ու Չեխոսլովակիա Սուդետների այդ մարզում մեծ մասը գերմանացիներ եւ այլն, այսինքն այս գործընթացները չկարողանալ ճիշտ կազմակերպել ազգերի լիգայի քաղաքականությունը եւ գործելավոճը։ Որպես հաջող օրինակ բերում են օրինակ Շվեդիայի, Ֆինլանդիայի խնդիրը կապված ալանների գազախմբի հետ, բայց դա այդ երկրները նախ զարգացած են, երկրորդ նրանց միջև պատերազմ տեղի չէր ունեցել, այսինքն կարմիր թելը դեռ չէին անցել։ Մյուս կողմից բավականին ապաշնոր ստացվեց քաղաքականություն կապված կոմունիստական ուժերի հետ նրանց թերագնահատումը, ծայրահեղականներին ճիշտ ժամանակին չզսպելը, մտածել որ ազատության քողի տակ կարող են ամեն տեսակի կարծիքներ հայտնել։ Ի վերջո Հինդենբուրգը ամեն կերպ փորձում էր զգուշացնել գերմանացիներին, որ նացիստներին իշխանություն չտան, մինչև վերջ էլ չէր ուզում տալ, բայց կոմունիստները օգնեցին գերմանական այս հարցում, կարծում եմ նացիստներին։ Ցավ են ապրել 19 թվականին իրենք չհրճակեցին Բավարիայի անկախ կոմունիստական հանրապետություն, հետո Վեյմարյան հանրապետություն դա ճնշեց, այդ Ռոզա Լյուքսեմբուրգի շատերի զոհվել է դեպքում ցույց տվեց, որ Գերմանիան խարխուլ հիմքերի վրա, այսինքն Վեյմարյան հանրապետությունը իշխանել ինքը ժողովրդավարական արժեքներ հրճակեր։ Եվ այնպես չէ, որ այն ժամանակ է մեղքը բարձվեց միայն կայսեր վրա։ Վիլհելմ II-ը դարձավ այդ ամեն ինչի մեղավոր, բայց ո մենակ ինքը չէր, չէ՞ մեղավոր։ Իսկ ովքեր էին մեղավոր բացի այդ։ Գերմանական գլխավոր շտաբը, նոր ձևավորող բուրժուական արիստոկրատիան։ Նրա ախորժակները։ Այդ նույն ֆոն Բյուլովը, դե Բիսմարկը խելացի տարեց մարդեր, ժամանակին, չէ՞ օրինակ։ Կռուպների ընտանիք այո, զենք ծախում էր աշխարհի եւ 70-ից ավելի երկրի։ Հետո նույն մեղքը պտինգներ չէ Adidas-ի վրա, Boss-ի վրա, Siemens-ի ու այդ շատ ընկերությունների վրա, Mercedes-ի եւ այլն։ Վեյմարյան հանրապետությունը, որը փաստացի շատ վատ ժառանգություն ստացավ կայսերական Գերմանիայից, ես գիտեմ, այնտեղ հիպերինֆլյացիան հասել էր այնպիսի մակարդակի, երբ որ $1 մի քանի տրիլիոն մարկա էր, հա, դոյչե մարկա։ Ռեկորդը գերազանցել է միայն երկրորդ համաշխարհից հետո Հունգարիայում տեղ ունեցած հիպերինֆլյացիա։ Ինչ եմ ուզում ասեմ, այսինքն գերմանական ժողովուրդը, գերմանացիները գտնվել են այնպիսի նվաստացուցիչ իրավիճակում այդ թվերին, որ իրենց ուղղակի մի կայծ էր պետք, հա, որ մեկը գար, այդ մեկը եկավ ու ասեր, գիտեք, ես հիմա ձեզ այս իրավիճակից կհանեմ։ Չէ՞ կարելի է զուգահեռներ տանել, ասում Ռոսիա поднимается с колен հիմա։ Այդ մարդը եկավ Ադոլֆ Հիտլերը ու իրենց ասեց, ես ձեզ կբարձրացնեմ այդ ձեր ծնկներից, մենք պետք է ոտքի կանգնենք եւ մենք իրավունք ունենք բոլորից պահանջենք։ Բոլորից, բոլորը մեզ պարտք են։ Մեզ գերմանացիներին զոհաբերել են առաջին համաշխարհային։ Դուք չեք կարծում, որ սա այդ թվում նաև այն բարոյա հոգեբանական հիմքն էր, որը գերմանական այդ ժողովրդին դարձրեց նացիստ։ Այո, բացի այդ օրինակ նույն գերմանական գլխավոր շտաբում շատ սպաներ նույն սեկտ ազգանով գնաց երկար ուսումնասիրեց որներ պարտության պատճառն։ Եվ այն հուդերյանն ու մնացածը, որոնք այդ ավակ սերունդը հատկապես ով առաջին համաշխարհային պատերազմով անցել էր, նույն Լյուդենդորֆը շատ աշխատեցին չկրկնելու համար առաջին համաշխարհային սխալները։ Ու երբ որ Գերմանիան էլի հասկացավ, որ ինքը միևնույնն է պետք է պատասխանի կայծակնային պատերազմի, շեշտը դնի կրթության վրա, շեշտը դնի մարտունակ, նոր կազմավորվող բանակի, մարտի նոր ձև մշակի, որ ռեսուրսային բազա ձևավորել։ Այո, որ լավ ճանապարհներ Գերմանիային, այո, համազորային մարտանվանը վերցնելով, այո, հին հռոմեական ճանապարհները դրա վրա սարքել մայրուղիներ, պայմանագիր կնքել այդ Opel ընկերության հիմնադրի հետ, Mercedes-ի բեռնատարներ վերցնել եւ շատ այլ փաստեր, որը նաև ապացուցեց մի բան էլ գերմանական բողոքական միտքը շատ ավելի պրագմատիկ դուրս եկավ, քան ֆրանսիական կաթոլիկությունը։ Պարոն Մուրադյան, մենք պանցիկ անցանք, այսպես ասած, առաջին համաշխարհայինի մարտադաշտերով, արդյունքները ամփոփեցինք, ինչը կարծում եմ իրականում անհրաժեշտ հիմք էր, որպեսզի մենք շարունակական դարձնենք այս գործընթացը եւ մեր հաջորդ հաղորդումներում, մեր հանդիպումների ժամանակ անդրադառնանք երկրորդ համաշխարհայինին։ Շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսպիսին էր մեր այսօրվա կարևորի մասին զրույցը, մեր հյուրն էր պատմաբան Գուրգեն Մուրադյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։